Սիրելի ընտանիք, որ ասում եմ, սկզբից ասում էի ասելու համար, որովհետև սաղ են ասում, սիրելի ընտանիք։ Հետո մի քիչ անցնում է, էլ ես ասում, մտածում ես, բայց մեջը մի բան կա, ոնց որ ասում եմ ընտանիք։ Հետո գալիս է մի պահ, որ Տերը իրապես բացում է ընտանիք լինելու զորությունը, որ միաբան ենք, իրար հետ միասին ենք, իրար կողքի ենք, իրար հետ կանգնած ենք ու դրա հետ մեկտեղ էլ որ միասին հավաքվում ենք մի հատ ուրախություն է յուրովի յուրահատուկ ուրախություն է իմ համար համենայն դեպս ես գիտեմ նույնն էլ ձեր համար է որ ամեն անգամ ստեղ գալուց ավելի կրկնապատկվում է այդ զգացողությունը ամեն ինչը մարդկանց այդ ջեր մոտեցումը ընտանեկան հարազատական sense ու զգում ես այդ քաղցրությունը, դա Տիրոջ սերն է, Տիրոջ հոգին է, որ մեզ բոլորիս համախմբել է, միացրել է։ Գիտես, մի 3 շաբաթ առաջ էլի այստեղ եղբայրներով հավաքված էինք Լիոնում, խոսում էինք բան, եղբայրներից մեկն ասեց, տենց խոսք էր գնում, ինձի նմանացնում էր իր եղբորը, ես էլի իր եղբայրն եմ Քրիստոսի մեջ, ու ասում է, չես զգացել, որ իրար հետ սենց մի երկու անգամ ենք հանդիպել, բայց հարազատական կապ ոնց որնի, ու ես էլ եմ նույնը զգացել, ու ինքն էլ է նույնը զգացել, ու սենց տանում է Տերը մի հոգու մեջ, մենք պետք է այդպես լինենք, պետք է Քրիստոսի մարմինը միասին լինի, իրար հետ այս քաղցրության մեջ, թե դժվար պահերին, իրար կողք կանգնած լինենք, իրար բարձրացնենք, դրա համար Տերն ասում էր սիրեք իրար, եթե մենք այդ սերը չճաշակենք, չհասկանանք Տիրոջ սերը, չենք կարա իրար սիրենք, իրար հետ լինենք, իրար կողքի լինենք ու Տերն ուզում է, որ մենք դրա մեջ քայլենք։ Առաջինը, երբ որ սիրում ենք Տիրոջը, երբ որ Հիսուսի սերը ճաշակում ենք մեր կյանքում, երկրորդ պատվիրանը սիրիր դիմացինիդ այնպես ինչպես քեզ կամ մերձավորիդ, ինքը ավտոմատ գնում է, դու բան պետք չի անես։ Ես շատ վաղ ասում եմ, լավ Տեր, ես քեզ սիրում եմ, բայց երկրորդը աշխատում է ինչ-որ մի բան անեի, հետո եկավ մի պահ, որ այդ սիրո մեջ որ մնում ես, դու անկախ քեզնից սիրում ես դիմացինիդ ու այդ թույլ ես տալի, որ Տերը քո միջոցով սիրի բոլորին, այդ սերը արտահայտվի քո միջոցով։ Փառք Հիսուսին ձեր համար, իրոք շատ ուրախ եմ, որ ստեղ ենք էլի իրար հետ միասին ենք ու մեր Տիրոջ անունը մեծարենք հարաբանենք իրան, երկրպագենք իրա գործերի համար։ Ուզում եմ այսօրվա իմ խոսքը մի քիչ, չգիտեմ, կհնչի երևի արթնացնող, հանդիմանական, չգիտեմ ոնց կլինի, բայց Տերը ցույց է տալի պարբերաբար նույնը ինձի, ես ինչ որ խոսում եմ, ես սրա մեջով անցնում եմ հիմա, սրա մեջ ապրում եմ սրանով ու Տերը գնալով բացում է խորը գաղտնիքներ, որը որ մարդը ինչ որ մեկը չի կարա տա, էդի Սուրբ Հոգին է հայտնություններով տալիս ու երբ որ Սուրբ Հոգին ասում է վկայում է ձեր հոգուն, որ դուք որդիներ եք, այդ ժամանակ նոր հասկանում ես ինչումն է ամբողջ բանը։ Գիտեք Տերը ասում է մեզ, որ ես ամեն բան արդեն արել եմ, հաղթել եմ, ամեն ինչ հաղթած է, ամեն գործ արված է, ես եկել եմ հանգստության մեջ, ձեզ էլ կանչում եմ իմ հանգիստի մեջ։ Իսկ մենք սպասում ենք, որ Տերը գա, որ Տիրոջ ներկայությունը գա շատ ժամանակ ու նոր երգ ենք, չէ, երգում։ Ես ոչ մի բան չունեմ այդ երգի դեմ, բայց մեկ-մեկ մտածում Տեր, այդ քո խոսքը այս երգին, այդ մեղքի սարը, ցավի սարը, հիվանդության սարը թող հալվի, ինքը արդեն շուտվանից հալվե գնացել է։ Այն ժամանակ է ինքը հալված լինում, երբ որ մենք տեսնում ենք դա ու հռչակում ենք։ Քանի մենք էդի չենք, դրան չենք հավատում, չենք տեսնում ու չենք հռչակում, ինքը կա, որովհետև մենք չենք տեսնում մեզ այդ սիտուացիայում հալված սարին, այլ տեսնում ենք սարը կա ու սպասում ենք, որ պետք է հալվի, թափվի, ընկնի ջուրը,
Բայց կան բաներ էլ մեր կյանքում, որ մեր Տերն ասեց, եթե հավատքով հռչակես, միգուցե մի բան բարձրացել է քո դեմ, բայց որ հռչակես, հավատաս չերկմտես, կտենց է կլինի, ոնց որ Տերն է ասում։ Դե համար այսօրվա իմ խոսքը Եփեսացիքից է, Եփեսացիքի 2-ը, վերնագիրս էլ է Եփեսացիքի 2-ի 6, բայց միջև 6-ը հասնելը ուզում եմ 1-ից կարդանք, որ հասկանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինչ է արել մեր համար, ու մենք որտեղ ենք ընդհանրապես հոգու մեջ գտնվում։ Մենք ֆիզիկական աշխարհում ենք ապրում, մեր մարդը, մեր անձը, մեր շնչունչը, մեր մտածելակերպը, որը որ ձևավորվել է տարիներ շարունակ այս աշխարհի սովորույթների վրա, մեզի թույլ չի տալիս, որ մենք հոգևոր բաները տեսնենք, հոգևորից խոսանք։ Իսկ մեր Տերը ամեն բան կարգավորել է հոգևորից։ Առաջինը ով գիտի, որ առաջինը հոգևորն է եղել, հետո ֆիզիկականը, որտեղ մեր Տերը, մեր Աստվածը հոգի է, հոգևորից է ամեն ինչ մարմին ստացել, ու մենք մի քիչ հակասում է մեր խոսքերը հավատքի, եթե մենք սկսում ենք ստեղ ֆիզիկականից գործել դեպի հոգևոր, չի աշխատում, որտեղ ֆիզիկականից չես կարա տանես հոգևոր, եթե հոգևորում դու բաներ փոխես, ֆիզիկականում ոնց ընդ է փոխես, ստեղ կլինի։ Ընդեղի գործելաձևը, միակ գործելաձևը դա հավատքն է, ուրիշ ձև չկա։ Մենք հիմա մեր ֆիզիկական աչքերով, զգացմունքներով չենք կարող տեսնենք ու շոշափենք ֆիզիկական աշխարհը, բայց հավատում ենք, որ կա, հավատում ենք, որ Աստված կա, հավատում ենք, որ Աստված հոգի է, որ Աստված ամենուր է կա։ Եթե Աստված ասեց եկեք ստեղծենք մեր նմանությամբ, մեր պատկերով մարդուն, ինչ եք թվում, ինչ ասեց։ Նույն հոգևոր վիճակն է, նույն հոգևոր էակն է, չկա սահմաններ, չկա գոյություն, միակ բանը, որ Ադամը արեց, այդ հոգևոր կապը կտրվեց, հոգով դու չէիր կարող միանալ երկինք բարձունքը, որտեղ որ Տերն է նստած, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդ կապը վերականգնեց։ Մենք հիմա ընդեղ ենք Աստծո խոստացումը, հեսա իրար հետ կարդալու ենք այդ տեղը, ու մենք նստած ենք Տիրոջ հետ միասին Աստծո կողքը, Հայր Աստծո կողքը, ու Հայր Աստված, երբ որ նայում է Հիսուսին, չի տենում մենակ Հիսուսին, տենում է մեզ։ Ու ասում անդեղից ոնց որ ասեք, ոնց որ անեք, հավատքով գործեք կլինի։ Ճիշտ է, մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում այսօր, ու մենք շատ ժամանակ առաջնորդվում ենք մեր ֆիզիկական զգացմունքներով, մեր տեսանելի, շոշափելի, լսելի զգացմունքներով, ու այդ ամեն ինչը մեզ խաբում է, սխալ բանի ուղղության վրա դնում։ Եվ սատանան ինքը ամեն ձևի ջանք է թափում, ամեն սխալ ուսմունք բերում է մեր մեջ մտցնում է, որպեսզի մենք չճանաչենք մեր դիրքը ընդեղ նստած վայրում։ Մենք միշտ տենանք մեզի ստեղ տկար, աղքատ, հիվանդ, բայց Տերն ասում է ամեն բան արված է, ամեն բան կատարվեցավ։ Ինչու չի գործում մեր կյանքում։ Ես տեսնում եմ ավելի շատ գնալով, ես վստահ եմ դա Քրիստոսի սիրտն է իմ մեջից գործում, որ տեսնում եմ քրիստոնյաները տխուր, կոտրված, չքավորության մեջ, հիվանդ, մինչև վերջ աղերսում են Հայր, բժշկի Հայր, օգնի Հայր, հանի, բայց չէ որ ամեն բան մեզ տրված է։ Ոնց անենք։ Դրա համար միակ բանը որ կա, հավատք է մեզ պետք։ Հավատն էլ Եբրայեցիքի մեջ ասում է, չէ, երևույթ բաների հետևանքն է, հուսացած բաների, որ մենք հույս ունենք, ու անտեսանելի բաների ապացույցն է։ Դրա համար միակ բանը, որ մենք կարող ենք անել, մեզի տված է մի հատ շատ մեծ ուժեղ զենք, Աստծո խոսքը։ Այսա վերջում այս վերջես մի հատ վկայություն էի լսում, այդ վկայությունը կպատմեմ, հովիվը որ սկսեց Սամոսով, այդ մարդը բացատրում էր, ինքը եղել է 19 տարի սատանիստ է եղել, ու ինքը իր աշխատանքն է եղել եկեղեցում ու ամենուրեք
ոչնչացնել քրիստոնյաներին հոգևոր աշխարհում։ Ու որ ինքը ընդ ինչ որ արել է ֆիզիկականում իրանք ոչնչացել են։ Համ հիվանդ են եղել, համ տկար, համ աղքատ, ամեն ձևի ոչնչացրել է։ Բայց ասում են քրիստոնյաները, ովքեր հասկացել էին իրանց էությունը, զորությունը, ովքեր հրճակումներ էին անում, խոսքը խոսում էին, դավանում էին, ասում է ամենասարսափելի գիրքը սատանու համար դա Սաղմոսների գիրքն է, ասում է։ Գիտեք, մենք Սաղմոսները կարդում ենք որպես Դավիթի գրած կամ ինչ որ մեկի գրած, որ ինքը մի հատ պատերազմ է հաղթել ու սենց հերելա փառաբանում երկրպագում է Տիրոջը։ Բայց Աստված ասում է, այս ամենը սա իմ խոսքն է։ Երբ որ մենք վերցնում ենք, մերն ենք դարձնում այդ խոսքը, ու մենակ որպես պոեզիա չենք կարդում, այլ այդ զենքը օգտագործում ենք հրճակումներով։ Ասում է խավարի թագավորությունը փախնում է, ինքը իրավունք չունի մնալու։ Հիսուսը ինչ էր անում։ Աստծո խոսքով էր խոսում իր հետ։ Կարող ասել, չէ, ես եմ Աստծո որդին եմ, չքվի։ Չէ, ասում էր գրված է։ Սենց է ասվում։ Հիմա այդ նույնը մեծ տրված է։ Բայց մենք սպասում ենք ինչ որ մեկը մեր համար ասի, ինչ որ մեկը հրճակի, մենք լսենք, սենց կամած մեր մտքի մեջ կարդանք, բայց չէ որ ասում եմ մեր խոսքերի մեջ զորություն կա։ Աստված խոսքով ստեղծեց ամեն ինչ աշխարհում։ Ամեն բան ստեղծեց խոսքով, խոսքի հիման վրա ու խոսքի զորությամբ։ Նույն էությունը ոչ իման չի փոխվել։ Մեր մեջ է։ Եկեք կարդանք Եփեսացիքի 2:1-ից։ Եվ դուք, որ մեռած եք հանցանքների ու մեղքերի պատճառով, որոնց մեջ մի ժամանակ ընթանում եք այս աշխարհի սովորության համաձայն ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Լսեցիք ինչ ասում։ Օդի իշխանը, որ ինքը էլի նույն ընդեղից հոգևոր աշխարհից, երկրորդ հոգևոր աշխարհից, որ Տերը իրանից բարձր է, այնտեղից ինքը ընդեղից է գործում։ Օդի իշխանը գործում է այն մարդկանց միջով, ապստամբ որդիների մեջ է։ Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնական ցանկություններով, մարմնի ու մտքի կամքը կատարելով, եւ էությամբ բարկության արժանի որդիներ էինք, մյուսների պես, բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առած սիրո համար, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց, դուք շնորհով եք փրկված։ Նայեք ամենակարևորն է գալի 6-րդը, նրա հետ մեզ հարություն տվեց եւ նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով, որպեսի գալիք դարերում հավիտյան ցույց տա իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած քաղցրությամբ, շնորհով եք փրկվել հավատքի միջոցով, եւ սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է, ոչ էլ գործերից է, որպեսի ոչ ոք չպարծենա։ Ստեով տեսավ իրան, սկզբից մինչև հիմա, բոլորս գնում ենք դրա մեջ, չէ, բայց ասում եմ մեր մտավոր ու շնչավոր սովորույթներով աշխարհի մնացել ենք ընդեղ։ Ու Տերը այսօր կոչ է անում իր զավակներին, իր ընտանիքին, վերկաց կանգնիր, վերկաց իշխանությունդ վերցրու, իրավունք չունի ոչ մի խավարի դիվային ուժ քո դեմ բարձրանա, որովհետև ամեն ծունկ ծնկելու է Հիսուսի առաջ։ Մենք էլ որտեղ ենք։ Հիսուսի մեջ, նստած երկնային վայրերում, այնտեղից պետք է գործենք։ Երբ որ մենք այս ամենը կարդում ենք, հիմա իմ մեջ եկել է մի բան, ես ընդեղ նստած եմ, ընդեղից խոսում եմ,
Իմ մարմնի միջոցով Սուրբ Հոգին էլ ինձ իմ հետ միասին տանում է։ Սա ես չեմ, սա Աստծո հոգին է, որը Հիսուսն էլ էր ասում. ես ինձանից ոչ մի բան չեմ կարող անում։ Ինչ տեսնում եմ, ինչ լսում եմ, դա էլ անում եմ։ Նույն ձևի ինչ էր ասում։ Ես ընդեղ եմ, ընդեղ ինչ տենում եմ, ինչ լսում եմ, ստեղ անում եմ։ Հիմա Տերն ասում է մենք նույն ձևի պետքա գործենք այստեղ աշխարի վրա։ Այսօր եկեք դնենք վերջակետ այս ամեն ինչին։ Սկսենք նորից ու մեր որդու իշխանությունը վեկալելով, որ վերցնելով այն ճշմարտությունը, որ մենք Քրիստոսի մեջ նստած ենք, երկնային վայրերից ենք գործելու։ Հետո դրանից հետո շարունակում է նույն Եփեսացիքի մեջ 2:19 գնանք։ Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխ չենք, այլ սրբերի համաքաղաքացիներ վերևում եւ Աստծո ընտանիքի անդամներ, ընտանիքներ ասում էի, չէ՞։ Առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունակարը Քրիստոսն է։ Նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջով սուրբ տաճար դառնա, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծո բնակարան հոգու միջոցով։ Տերը մեզ ցույց է տալիս, որ գիտեք, առաքյալների Գործք առաքելոցի մեջ, որ ես կարդում եմ, հույսի որ կարդում եմ, գնում եմ Գործք առաքելոցի մեջ Սուրբ Հոգին բացել էր աշակերտներին։ Հիսուսը 3 տարի ցույց էր տալի, բայց որ ուշադիր նայենք, շատ վաղ մարդիկ ասում են, դե էդի 5 կտակարանից է, 5 կտակարանա, նոր կտակա, մենք նորի մեջ ենք։ Սիրելիներս, 5 կտակարանը ստվերն է նոր կտակարանի, այնտեղ ամեն բան պատմում է Հիսուսի մասին, ամեն ինչում Հիսուսի մասին է, ամեն պատմություն, ամեն պատերազմ, ամեն ինչ որ կա, հոգևորից եկած ֆիզիկական ցույց ներկայացում է։ Ու Հիսուսը եկավ այդ ամեն ինչը իրանց երբ որ բացվեց, որ նայում ես առաքյալները, որ խոսում են, 5 կտակարանից սա մեջ բերումներ է, չէ՞։ Նոր կտակարան կարդում ես, ասում է 5 կտակարան ես ինչ տեղում սենց բաներ ասում։ Իրանց բացվել է խորությունները։ Հիմա Տերը ուզում է, որ մենք էլ հասկանանք, կանգնենք ոտքի ու գործենք Աստծո նստավայրից այս աշխարհում, որ մենք առավոտը արթնանանք, հելենք կանգնենք, Սատանեն ասի, այս ելիս արթնեց, այսօր ինչ եմ անելու ես, ոնց ինչ հնարքներ եմ գտնելու, որ իրան համոզեմ, որ այտենց չի, որտեվ ինքը քանդելու է իմ թագավորությունը, այսքան վաղ որ շինել եմ ու քայլում է, տարածում է ճշմարտությունը, ու Տիրոջ խոսքն ասում է, կճանաչեք ճշմարտությունը, ճշմարտությունը կազատի ձեզ։ Եկեք բացենք Հռոմեացիքի 8:37-ը։ Բայց այս բոլոր բաներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, ով մեզ սիրեց։ Որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկայիս եւ ոչ գալիք բաները, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ ստեղծված մի ուրիշ բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ Այսինքն մենք անհաղթելի ենք։ Ինչքան երևույթ կար, նշվեց ստեղ։ Գիտեք մենք պարտված երբեմն մեր մտքի պատճառով
հավատքի տկարությունից։ Հիսուսն ասում էր թերահավատներ, անհավատներ, փոքր հավատ ունեցողներ։ Իսկ Աստծո խոսքն ինչ է ասում։ Հիմի ոնց զորանանք։ Ասում է հավատքը գալիս է լսելուց, լսելն էլ Քրիստոսի խոսքից։ Հիմա մենք լսում ենք, Տիրոջ խոսքն ենք լսում, կարդում ենք, ու մեր մեջ հավատք է գալիս։ Միգուցե մեկին թվա, որ դե ասվեց գնաց, չէ, հիմա սերմեր է ցանվում։ Ու աճեցնողը Տերն է։ Գալիս է մի պահ վստահություն քո մեջ ու հասկանում ես այդ ամեն ինչը, որ արդեն ծիլա տվեց, ծառա դարել ու պտուղ տալու ժամանակն է։ Դրա համար Տերն ուզում է, որ մենք մեր իշխանությունը գործածենք։ Ասենք մի հատ օրինակ վերցնենք։ Երբ որ ոստիկանը փողոցում կանգնած է ճանապարհին, ինքը նորմալ ֆիզիկական մարդ է։ Ինքը իր ուժերով, իր ֆիզիկական էությամբ չի կարող մեքենաներին կանգնացնել, բռնել ու կանգնացնել։ Ու չի կարող ինքը ոչ մի բան անել։ Ինքը երբ որ իր համազգեստը, ունիֆորմը չի հագե, ինքը սովորական մարդ է։ Ու ոչ մի բան չի կարող անի, եթե հելի կանգնի ճանապարհի վրա, իրանք խփեն գցեն, կամ էլ չեն կողքով կանցնեն, չեն ենթարկվի։ Բայց Տերը մեզ տալիս է այդ իշխանությունը, այդ զգեստը հագած ենք, ու եկել ենք կանգնել ենք, ասում ենք, հիմա մենք իրավունք ունենք սենց անենք, կանգնի ամբողջ երթևեկությունը, որտեղ պետք է ենթարկվի օրենքին։ Բայց մենք կանգնել ենք սենց, ասում ենք, խնդրում ենք երթևեկություն, կանգնիր, կանգ առ, դու աչից արի, դու ձախից արի։ Ու ոչ մի բան ոչ քեզ լսում են, ոչ էլ անում են։ Բայց երբ որ դու գալի կանգնում ես, ասում ես Հիսուս Քրիստոսի անունից, հենց հիմա, այս պահին, ու Տիրոջ խոսքն ասում է, եթե չերկմտես, ոնց խնդրես, տենց կլինի, ոնց հռչակես, քեզ կտրվի։ Ոնց որ Հիսուսն էր անում։ Տերն ասել է, չէ, նույն բաները կանեք, ու էլ ավելին։ Ոչ թե մեծ հրաշքներ, ավելի շատ հրաշքներ, մեծ հրաշքներ, կապ չունի, նույն բաները կանեք։ Ինչ էր անում։ Ինքը քայլում էր, տեղիք չէր տալի քամուն, փոթորիկին, ալիքներին, քայլում էր, իր զգացմունքներին տեղիք չէր տալի։ Ժողովուրդ ջան, ես շատ տարիներ մտածել եմ, որ այն որ ասում են, կա այդպես բան, երբ որ Տիրոջ ներկայությունը գալիս է ֆիզիկապես մեր մարմինը ամբողջովին զգում է։ Ամեն իր ներկայությունը բոլորս է վերապրել ենք։ Բայց մենք զգացմունքային քրիստոնյաներ դի չլինենք։ Տերն ասում է մեզ, որտեղ երկուսը կամ երեք հիմա ունից հավաքված են, ես այնտեղ եմ։ Հիմա ինքը այստեղ է։ Ով է զգում։ Երբեմն զգում ես, երբեմն չես զգում։ Բայց ես գիտեմ, որ ինքը ստեղ է։ Ես հավատում եմ, որ ինքը ստեղ է։ Որովհետև իր խոսքն է ասում, ինքն է ասում։ Ես իր խոսքին եմ հավատում։ Դրա համար մենք պետք է զգացմունքային չլինենք։ Մենք պետք է առաջնորդվենք մեր հավատքի խոսքերով, ճշմարտության խոսքերով, հռչակումներով։ Եկել է, ասենք, ֆինանսական կրիզիս, դժվարություն։ Կապ չունի ես տեղ ինչ եմ տեսնում։ Ես օրհնված եմ, ես բարձրյալի զավակ եմ։ Ես ունեմ թագավորության ամեն հարստությունը։ Հռչակում ես ու քայլում ես։ Միգուցե բան չկա, բայց դու երբ որ հավատացիր քո ասածին, մեկ էլ տեսնում ես անսպասելի տեղերից ինչ որ մի բան գալիս է։ Այդ ինչ է, մենք արեցինք, այո, հավատացինք, բայց Տերն է բերողը, Տերն է լցնողը։ Բայց երբ որ բերում է չարը մեզի մտքեր, որ դու չես կարա, հեսա միտեղ էլ կարդալու ենք մեր խոսքերը, մեր լեզուն ինչ զորություն ունի։ Ոչ մի բան չի ստացվի, հոգնել եմ արդեն այս վիճակից, ինչ է կատարվում, էլ սաղ կյանքս պայքարեցի, սենց է բան չեղավ, բայց մի հատ
մի պահ մտածենք, լավ, ինչի դեմ եմ պայքարում։ Ես ունեմ ամեն ինչ։ Չեմ պայքարում դրա համար։ Դա նույնն է, ոնց որ մի հատ հարուստ մարդ միլիարդատեր իր որդուն կտակա թողում, իր միլիարդները, ու այդ կտակը բանկում է։ Այս տղան մինչև չիմանա իր կտակի մասին, չգնա բանկ, ինքը աղքատ մնալու է։ Գնա բանկ, ինքը պետքա ասի ես ինչն եմ եկել եմ, ինձի լիազորագրված իմ հասանելիքը ստանալու։ Բանկը ինչ է ձեզ թվում, կասի չէ։ Իրանն է։ Վերցրու։ Գիտեք, մի հատ պատմություն լսեցի, որ Բրազիլիայում հավատացյալ ձկնորսներ հելում են ձուկ բռնելու, ունդեղ շատ մեծ լեն գետեր կա, ու հետո գալիս է մտնում է օվկիանոս ամեն ինչը։ Իրանք գնում են ձուկ բռնելու ու մոլորվում են ու մի 7 օր մնում են այտենց նավակի մեջ, մոլորված ջրերի մեջ, մինչև իրանց օգնություն է գալի, աղոթում են բան, ու 7 օր իրանք սոված ծառավ մի ձև ինչ մոտները կա վերջացնում են։ Իրանցից մեկը մի հատ միտք է ստանում, որ այս ջուրը բեր մի հատ փորձենք էլի։ Իրանք գիտեն, իրանք օվկիանոսի մեջ են, բայց հələ գետի ինչ որ մաս է։ Այդ ջուրը վերցնում խմում են, տերում են քաղցր ջուր է, խմելու ջուր է։ Բայց ամբողջ ժամանակ իրանք մտածել են, որ իրանք աղա ջրի մեջ են, օվկիանոսի ջրի մեջ են, ու էդի չես կարա խմես, ինչքան է խմես ավելի կծառավես։ Հիմի նույնը մերն է, ամեն բան արված է, շշով ջուրը դրված է, նայում ենք շշին, ասում ենք, տենաս ծառավս ոնց կհագեցնեմ, բացի խմի, վերցրու, հավատքով։ Ու գիտեք, Տերը չի գալու ինքը անի։ Մենք կարանք այնքան մնանք այս վիճակին, միջև վերջ։ Հետո գնանք երկիր ասենք Տեր, բախի այս բանը չարիր, խնդրում էի, աղաչում էի։ Ասում ես քեզ եմ տվել։ Իշխանություն, զորություն աշխարհի վրա։ Ես չեմ անելու, ձեզ եմ տվել, դուք արեք։ Իսկ մենք ինչ ենք անում, սաղորը խնդրում ենք, աղաչում ենք։ Չի գործում էդի, չէ։ Շատերիս կյանքում չի գործում։ Այսօրվա դրությամբ նենց է ստացվել, ես ու աղբերս Էդգարին գիտեք բոլորը, նենց է ստացվել մարդիկ օնլայն իմանում են ծառայություններով, բանով, ամեն օր նոր մարդիկ են զանգում են Էդգարին, Էդգարը միացնում է ինձի կամ հակառակը ու 20-30 տարվա քրիստոնյաներ են։ Ամբողջ աշխարհից, Ամերիկայից են զանգում, Ռուսաստանից, Հայաստանից, Տերը մի յուրատուկ ձևի է տանում։ Ու զանգում են։ Այնպես բաների մասին են ասում, խնդրում եմ աղոթի։ Ես մեկ-մեկ ապշած մտածում եմ, այտենց աղոթ կա։ Զանգվածով վաղը պետքա գնամ Ռայբվայսի համար քննություն տամ, մի հատ աղոթեք։ Ես արդեն որոշել եմ, այտենց բաներին ասում կներես, ես չեմ աղոթում, դու քո Աստված, դու գիտես։ Եկեք բացենք Մարկոսի ավետարան 16-րդ գլուխ, Մարկոս 16-րդ գլուխ, 17-18 համարները։ Ու Հիսուս էսի երկին գնալուց առաջ ասում է, գիտեք բոլորը տես տեղը, որ ասում են Տեր գնում ես, բա ինչ պետքա լինի, ինչ պետքա անենք։ Նրանք ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն իմ անունով, դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, ձեռքով օձեր կբռնեն, ու եթե որևէ մահացու թույն խմեն, չեն վնասվի։ Հիվանդների վրա ձեռքեր կդնեն եւ կբժշկեն։ Հիմա էսի մենք պիտի անենք, թե Տերը մեր միջոցով, բայց մեզ է վստահված այս ամեն ինչը, որովհետև Պողոսն էլ էր ասում, այլևս ես չեմ, որ ապրում եմ, այլ Քրիստոսն է, որ ինձանով ապրում է։
Մեզանից ոչ մի բան չկա։ Մեր հակառակորդը մեր միտքն է, մեր շունչն է, մեր անձն է, որ խանգարում է Տիրոջ գործերին։ Երբ որ դու հնազանդեցնում ես, խոնարհեցնում ես քո անձը Տիրոջ առջև, Հիսուսն ասում էր, չէ, անձը տուրացի, խաչդ վերցրու արի իմ հետևից։ Այդ ժամանակ կտեսնես ամեն բան։ Բայց մենք ինչ ենք անում։ Խաչը վերցնում ենք, անձին էլ ենք վերցնում ու գնում ենք գործի։ Չի գործում։ Անձը իր զգացմունքներով, իր տեսանելիով, բանով ինքը միշտ խանգարում է։ Ու սատանան միշտ այդ մտքի դաշտում է ինքը կռիվանում։ Միշտ այդտեղ է ինքը։ Ինքը քեզ խափում է, ցույց է տալի բաներ, զգացնել է տալի բաներ։ Ամեն ինչը ռեալ է, ժողովուրդ ջան։ Վայ, ստեղս ցավում է։ Կարա ցավա։ Իմ ստեղն էլ է ցավում մեկ-մեկ։ Բայց ես կանգնում եմ ասում, ո՞նց կարա ցավա։ Լսի դու։ Ես չեմ զգացմունքներով ապրելու։ Ես չեմ տրվելու այս զգացմունքներին, թե դու ինչ ես ինձ ցույց տալիս։ Կամ էլ կարամ ասեմ, վայ, այդան բժիշկի մոտ ու արդեն նախորդ մոտավորապես դու դիագնոզը գիտես։ Արդեն դու վախը բռնել ես։ Արդեն անհավատությունը եկել է մեջդ։ Էլ ինչ հավատ գործի։ Քեզի հավատքի մարդիկ բացատրում են, աղոթում են։ Հա, մի հատ աղոթում ես, մեկ էլ հելավ էլի, չէ, բայց էթա մի հատ աշկիս բժիշկը մի բան պետք է ասի ինձ, ես սպասում եմ, կարևոր բան պետք է ասի, բժիշկների բժիշկը, տերերի տերերը ասել է իր ասելիքը արդեն։ Ինչ ես անում։ Ես նստած եմ երկնային վայրերում։ Իմ Տիրոջ հետ միասին, գահի վրա։ Ցավ, դու ես որտեղից հայտնվեցիր։ Ընդ ոչ կա հիվանդություն, ոչ կա տառապանք, ոչ կա արցունք, կա միայն առատություն, օրհնություն, հարստություն։ Ինչ որ ես ընդեղ ունեմ, քան ես մարմինը ինձի պատկանում է, իմ մարմինն է պետք է դրա մեջ քայլի։ Որտեվ միտեղ Պողոս Արաքյալը աղոթում ասում է, ես աղոթում եմ, որպեսզի ձեր հոգին, շունչը եւ մարմինը կատարյալ լինեն, չէ՞։ Որտեվ իրեքն էլ շատ կարևոր են Աստծո համար։ Այս քրիստոնյաները այսօրվա դրությամբ ստեղից ընդեղ են գործում։ Մարմնով ուզում են հոգևոր բաներ անեն։ Դա չի գործում։ Անհնար է։ Հավատացեք, ամեն բան փորձել եմ։ Եթե մեկը մի ձև գիտի, որ ստեղից ընդեղ աշխատում է, կուզեմ ես էլ իմանամ, բայց չի գործում։ Ու դրա համար Տերն ասում է, եկեք բացենք Հռոմեացիքի 12-ը, 12-ի 2-ը։ Էսի շատ ճանաչված տեղ է բոլորիս համար։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Ոնց կարանք նորոգենք։ Միայն Աստծո խոսքով։ Մեր համար է սա գրված, որ մեր հոգևոր անձին տենանք ստեղ, էսի մեր հոգևոր հայելին է։ Տեսնենք մեզ ստեղ ու մեր միտքը փոխվի։ Ոնց փոխվի։ Ասես ես երկնային վայրերում նստած Հիսուս Քրիստոսի հետ, ասեն ես սրան տարել ա լրիվ։ Էսի չի հասկանում էլ ինչ է խոսում, բայց Աստվածաշունչն է տենց ասում, չէ՞, մեզ։ Սովորեցնում է, որ Քրիստոսի մեջ ենք։ Քրիստոսը ասում է ես հոր մեջ, հայրը իմ մեջ, դուք իմ մեջ, ես ձեր մեջ։ Ինչի համար ենք հաղորդություն ընդունում, որպեսզի մեկանում ենք Քրիստոսի մարմնին, արյանը։ Ինչի է Տերը ասում, ես եմ խաղողի վազը, դուք ճղերը, կպած եղեք ինձի, ես եմ տալի ամեն ինչ սնուցումը, առանց ինձ ոչ մի բան չեք կարող անել։ Այս բաները, որ սկսում ես խորել, մտածում ես ինձի էական չի, ստեղ ինչ է կատարվում։ Այս ամեն ինչը պետք է ենթարկվի վերևիններին, որովհետև Եփեսացիքի 2-ի մեջ նոր կարդացինք,
Տերը ասում մեզ բարձրացրեց երկինքներից, նայեք, կա մի քանի երկինք, որը որ այս ֆիզիկական աշխարհն է, երկինն է, գալիս է երկրորդ երկինք, որ հոգևոր դիվային աշխարհն է, որ նոր կարդացինք, որ օդի իշխանը ընդեղից իշխում է, կա ամենաբարձր տեղը, որտեղ Տերն է, մեր հայրն է նստած, Հիսուս Քրիստոսի հետ միասին։ Մենք էլ նրանում։ Ես մտածում եմ, լավ, որ ստեղ եմ, բա ո՞նց եմ ընդեղ։ Բայց չէ որ մենք սկզբից ասացինք, մենք հոգևոր էակներ ենք։ Հոգու համար տարածություն, սահման գոյություն չունի։ Մենք ընդեղ ենք, բայց ընդեղից գործում ենք ստեղ։ Մարմինը առանց հոգու գիտենք, կյանք չունի, մեռած է։ Ո՞նց է դա լինում։ Չգիտեմ, հələ լրիվ չեմ հայտնաբերել, բայց Տերը այդ ձևի է գործում։ Հիսուսին էլ էր մարմին պետք աշխարհի վրա լիազորված օրինական ձևով լինելու համար, որ հոգով գա ինքը մարմին ստանա։ Դրա համար մենք երբ որ սկսում ենք հասկանալ ինչ է կատարվում, լրիվ ուրիշ ձևի է։ Դու միգուցե նայում ես երևույթին, որտեվ աշակերտներն չէ, միտեղ բերեցին մի հատ տղայի, ինքը ընկնում էր գետնին, լուսնոտ էր, ասում էր, մեջը դևեր կային ու չէին կարող հանեն։ Հիսուսին ասում էին, մենք ամեն ինչ արինք, ուր գնացինք, միսիայի ուղարկեցիր, դևեր հանեցինք, այս արինք, այն արինք, ամեն բան եղավ, բայց սրանք ինչ կարեցանք։ Ես վստահ եմ, որ իրանք այդ երևույթները տենալով մտածում էին, էսի մեր ուժերից վեր է։ Գիտեք, իմ ամենաուժեղ աղոթած ռեզուլտատները եղել է հեռախոսով, օնլայն, ու ես այդ անձին չեմ տենում։ Ու ինքը ասում է, ինձի պատմում է ինչ պրոբլեմ ունի, ու ես հռչակում եմ դրան, ու լուրջ բժշկություններ է գալ իր կյանքում։ Բայց երբ որ միացնում է կամերան, դու տեսնում ես երևույթը, այդ կիսամահ մարդուն, դու արդեն գնում ես տատանման մեջ։ Պետրոսը ոնց էր քայլում ջրի վրով, եկի տեսավ ալիքները, քամիները, ասաց ոնց քայլում, ունգավ։ Այդ բանն է մեր մոտ։ Մենք պետք է դա հաղթահարենք։ Գալիս է մի պահ, դու զգացմունքներին չես տրվում։ Չպետք է նայես դիմացինը լացում է, ողբում է, դու մեջով պիտի նայես, դու պիտի նայես որպես հոգևոր անձ։ Հոգին չունի զգացմունքներ, չունի բան, ինքը կապ չունի այդ զգացմունքների հետ։ Դու վերցնում ես, խոսքը հռչակում ես ու լինում է։ Ու չես կասկածում։ Կարող է այդ պայն դու ոչ ես որ աղոթում եմ, ես ոչ մի բան չեմ տեսնում։ Այն որ մարդը ասում է, զգում եմ ներկայությունն եկավ, կարա լինի, ներկայությունը Տիրոջ գա, հվի, մարմնին, տեղում, ինչ որ դրսևորումներ լինի, բայց որ չի լինում։ Հիմա ինչ ասենք չկա։ Եղել այս աղոթել եմ, ինքը գնացել է, հետո երեք չառաջ օրը վկայություն լսեցինք։ Հայաստանի զանգել էին Արմինեի մամայի ընկերուհին իր ամուսնու հետ։ Ուղիղ մի տարի առաջ մայիսին որ ճամբար էինք էլի։ Զանգեցին, ասեցին լուրջ դիագնոզ ենք, թե ռակի բջիջները տարածվել է մարմնի մեջ ու լուրջ է վիճակը։ Ես զանգել եմ, աղոթել եմ ու հավատքով ասել եմ, ես չեմ հավատում ուրիշ բաների, աղոթել եմ ու այս վերջերս մի 2 ամիս առաջ էլի Տերը ոնց որ հիշացներ իրան։ Ու իրանք զանգել եմ, ասում է, հիմա ոնց որ նորմալը կարգավորվել է ամեն ինչ, բայց գլխի մեջ է առաջացել մեծ ուռուցք։ Ու գնալով ամենաագրեսիվ տեսակն է։ Գնալով մեծանում է։ Այս մարդը զանգել է, ասում մենք չենք հավատում դրան։ Մենք հռչակում ենք ու ինքը պետք է ենթարկվի, պիտի չորանը թափվի։ 2 օր առաջ զանգել է, ասում է լավ լուր ունեմ քեզի ասելու։ Ասում եմ ինչ կա։ Ասում է գնացել էի, ասում է ստուգման, այդ օնկոլոգիայում ասում է որ քիմիա են տալի, ասում ասցին այս տեսակը, որ մենք քիմիա ենք տալի, հիմնականում ինքը դադարում է մեծանալուց, ինքը ագրեսիվությունը թողում է, բայց ինքը չի հասցնում վերանա։ Հետո հենց մենք դադարում ենք, արդեն չես կարող անդադար քիմիա տաս,
Հենց դադարում ենք ինքը երկու անգամ արագ աճում է։ Ասում եմ մենք չենք տվել բան, այն կուրսերը անցել էր, հիմա կես սանտիմետր փոքրացել է։ Ասում եմ դες բան չի կարալի։ Բժիշկն ասում է անհնար է այս բջիջը կես սանտիմետրով փոքրանա։ Ասում ինքը այնքանա փոքրանա չորանալու է թափվի։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն փառքերը Տիրոջը։ Իրոք Տերը ամեն բան մեզի հասանելի է դարձել։ Ամեն բան։ Եկեք բացենք Առակաց գիրքը 18:21։ 18:21 Նայեք ինչ ասում։ Մահն ու կյանքը լեզվի, այստեղ ոնց է գրված։ Ձերքին է, ստել է գրված ձերքին։ Լեզվի ձերքին են եւ նրան սիրողները կուտեն նրա պտուղները։ Պտուղը։ Հիմա մենք պետք է շատ ուշադիր լինենք, որտեղ մեզի շատ ուժեղ զենք է տրված, որ սխալ ձևի չօգտագործենք։ Համ մեզի սպանենք, համ մեր կողքիներին սպանենք, այդ զենքը տրված է թշնամուն սպանելու համար։ Դրագունով են տվել, պետք է խփենք սաղին։ Բայց շատ վաղ քրիստոնյաները այդ զենքը վերցրել են, դրել են տունը միտեղ, փոշին նստելա վրեն, գալիս են ավազակները թալանելու, հարցակումները, ասում են դե զենք ունեմ դրած։ Սուրբ զենքը, կարամ ես օգտագործեմ։ Ու ոչ մի բան չենք անում։ Բայց շատ ժամանակ, չգիտես ինչի, միշտ նեգատիվն ենք արձանագրում։ Վատ եմ, լավ չեմ։ Այս մեր հայերի մոտ, գիտեք, երբ որ ես էսի սկսեցի հասկանալ, ես օր ու գիշեր իմ բառերի վրա աշխատում էի։ Հենց մի հատ սխալ բառ է ասում, որ իմ ենթագիտակցության մեջ էր, սովորության մեջ։ Ասում եմ, չէ, ուֆ, շուր էի տալի հակառակը, միջև հիմա։ Մեռնեմ քեզ, ցավդ տանեմ։ Չէ՞։ Ոնց ես։ Ոչինչ։ Ոչինչն ի՞նչ է։ Զրո։ Ոչնչություն։ Ես ուսումնասիրել եմ այդ բառը լրիվ ամբողջովին, ոչ մի բան է նշանակում։ Ես ոչ մի բան եմ։ Ու դու գիտեք ինչա կատարվում, երբ որ մենք խոսում ենք։ Հիմա ֆիզիկականին անցնենք, հոգևորից երբ որ գալի խոսում ենք։ Ֆիզիկականին դոկտոր Յոնգիչոներ էսի բացատրում, ասում եմ մի օր մի հատ ուղեղի նեյրոխիրուրգի հետ նստած խոսում ենք, ու այս նեյրոխիրուրգն ասում է, գիտեք, թազա հայտնաբերություն ենք բժշկական աշխարհում արել, որ համարյա չկա ոչ միտեղ, մենք ենք առաջինը։ Ասում է, ինչ հայտնաբերություն եք արել։ Ասում է, երբ որ մարդը խոսում է, անկախ նրանից ինչ է խոսում, հռչակում, ասում է, մենք տվել ենք նեգատիվ բաներ խոսալ եւ պոզիտիվ։ Հենց մարդը սկսում է խոսալ, անկախ նրանից ինչ է խոսում, իր ուղեղի բջիջները սկսում են տվյալ ձևի սիգնալ տալ, հաղորդել քո մարմնի բոլոր անդամներին, ու մարմնի բոլոր անդամները ենթարկվում են այդ սիգնալին։ Հիմա եթե ասում ես վատ եմ, ուղեղը սիգնալ է տալի, մենք վատ ենք։ Ու ամբողջ պաշտպանիչ սիգնալները, իմուն սիստեմը, ամեն ինչ անջատվում է։ Դե որ վատ ես, ուրեմն դու ես ասե, այտենց է կլինի։ Ոնց ասես, այտենց կլինի։ Ասում եմ Յոնգիչոն, ես խնդացի, ասացի, էսի ձեր նոր հայտարարած բաները չէ, հայտնաբերած։ Էսի մի հատ բժիշկ կար։ Իր անունը դոկտոր Հակոբոս էր։ 2000 տարի առաջ ինքն է գրել, որ լեզուն մարմնի մի հատ փոքր մասնիկ է։
ու ինքն է ղեկավարում ամեն բան։ Դե ասում է, չէ, օրինակ մեծ նավերը, նայում ես այդ կրուիզ նավերը 300 մետր է, այսինքն քանի 100 տոննա է ինքը։ Մի հատ այսքան ղեկ ունի։ Այդ ղեկը որ կոմպետես, այդ նավը ենթարկվում է։ Նույնը մենք ենք։ Մնաց 2 տարի գնում եմ թոշակի։ Հազիվ թոշակից վախտը եկել է։ Աստվածաշնչում կա միտեղ որ գրված է մենք թոշակի պետք է գնանք։ Ես չեմ գտել որ։ Երբ որ ասում ես ես գնում եմ թոշակի, ու շատերը լսած կլնեք կամ տեսած կլնեք, երբ որ հոլանդացիքն ամանավանդ, երբ որ իրանք անցնում են թոշակի, ասում է մի տարի չվայել ես թոշակը։ Մի ամիս չվայել ես թոշակը։ Երբ որ դու ասում ես ես անցնում եմ թոշակի, ուղեղը սիգնալ է տալի մարմնիդ, մենք հիմա պետքա դադարենք պրոդուկտիվ աշխատելու իմաստից։ Մենք գնում ենք թոշակի, հանգստի մեջ, քնած վիճակ, իսկ այդ ժամանակ ինչ է մարմինդ հետ է գնում, տկարանում ես դու, մենք պետքա վազենք, նորս, այնց որ հովիվ ջան, թոշակի գնալ չկա, այսօր գիտեք ես, հենց սկսվեց բացումը, ինչ ուրախություն եկա վրես, նունե քրոշն ասեցի, մեր հովիվի զորությունը հետ է վերադարձել, Սամսոնի զորությունը հետ է վերադարձվել, մենք պետքա զորավոր լինենք, մեզի տրված չի մենք տկար լինենք, ցավերով, տառապանքներով, ու այդ մտքերը թող չքվեն Հիսուսի անունից, այդ կործանիչ մտքերը որ գալիս են, ու նայում ես իսկական ֆիզիկականում ոչ մի բան չկա, ու հասկանում ես հոգևոր հարձակում է դա քո վրա։ Դրա համար մենք պետքա շատ ուշադիր լինենք, թե ինչ ենք խոսում, ինչ ենք հռչակում, ինչ ենք անում մեր կյանքում։ Մեր տունը սենց օրենք կա, նստած հաց ենք ուտում, երեխեքը մի հատ նեգատիվ բառ ասեցին, ես հենց տեղում, ասում դու դրա հակառակ պոզիտիվ բառը պետքա հենց հիմա ասես, հռչակես, հենց հիմա, չուզենալով, թե ոնց պետքա ասես, մենք պետք է հետ շրջենք այդ բառերը, ու դարձնենք լավ սովորույթ, ոնց որ այն հին մարդու սովորույթների հիման վրա ենք մենք ապրել, դա դառնա մեր կյանքի մասնիկը։ Հակոբոս 2:17 եկեք բացենք, հիմա ստեղ պրակտիկ մասն է, ինչ որ խոսացինք, ես սիրում եմ միշտ իմ կյանքով, իմ գործի մեջ էլ, ամեն ինչում, ես ավելի շատ սիրում եմ պրակտիկ մասը, ես որ գնում եմ իմ ուսմունքին ատամ սարքելու, ես դպրոցում երբեք թեորիան չեմ սիրել, ու չեմ էլ ուզեցել սովորեմ, բայց բաներ կա կարևոր է, պիտի սովորես, բայց ես 2 ժամ թեորիա է սովորում, 8 ժամ պրակտիկա է անում ես, ինչ որ լսել էի գործածում էի ընդ է, որովհետև պրակտիկայի մեջ, փորձառության մեջ ես դու սովորում բաներ, գնացիր, խոսք խոսացիր, աղոթեցիր, բան չեղավ, ոչինչ, ես վերջես կանչեցին մեկին գնացին, ասին, այսքան վկայություններ կա, բժշկվել եմ, գնացինք, աղոթեցինք, զանգին ասին մեռավ, առաջի անգամ, ամենաառաջի անգամ այտենց եղավ, ու ես կոտրվեցի, ես ամիսներով չէի աղոթում, հիվանդների համար, տկարների համար, ասում էի, բախի չգործեց, դե դու ասում ես բոլորին բժշկեցիր, Հիսուս, ասում ես երեկոն ընկավ բոլոր հիվանդ տկարներին մերեցին քո մոտ ու բոլորին բժշկեցիր, Տերը բժշկող է, Տերը բժշկել է արդեն, բայց ինչքանով է մեր հավատքը գործում, երբ որ ես սկսեցի հասկանալ, ես ասացի կապ չունի, գործում է, չի գործում, ես գնալու ու ինչքան դու տեսնում ես, չես տեսնում, անում ես, չես անում, ինչ ես անում, ինչ չես անում, դու պետք չի տեսանելի բաներին հավատաս, դու պետք է հավատաս Տիրոջ խոսքին, որը ասում է, ես ձեզ բժշկել եմ իմ վերքերի զորությամբ, 2026 տարի առաջ, երեք չէ, այսօր չէ, միջև հավիտյան, ասում է
Հակոբոսի 2:17-ում ասում է, այսպես էլ հավատքը եթե գործեր չունենա, ինքը մեռած է։ Դրա համար մենք պետքա գործերով այդ ամեն ինչը գործի դնենք։ Ժամանակը արագ է գնում։ Եկեք մեր երկու տեղ էլ կարդանք ու մեր ծառայությունը կվերջացնենք։ Կողոսացիների 2:13-15 Եվ ձեր, որ մի ժամանակ մեռած եք, մեղքի ու ձեր մարմնի անթլպատության մեջ, իր հետ կենթանացրեց մեր բոլոր հանցանքները ներելով եւ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը եւ այն մեջտեղից վերացրեց ու խաչապայտին գամեց իշխանություններին եւ պետություններին մերկացնելով հայտնապես խայտարակեց ու նրանց հաղթեց նրանով։ Փառք Հիսուսին, եկեք մի հատ բարձր ծափարենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին այս արած գործի համար։ Մենք էլ ոչ մի բան չունենք անելու, ասում է եկեք իմ հանգստի մեջ, տվեք ձեր բեռը ինձ, իմը վերցրեք ու եկեք հանգստի մեջ։ Ինքը խայտարակել է, հաղթել է բոլոր իշխանություններին, օդի իշխանին, ամեն իշխանության։ Իսկ սատանան ինքը ստախոս է, ինքը միջև այսօր աշխատանք է տանում, որ մեզի հակառակը ապացուցի։ Իր համար վտանգավորը այն քրիստոնյան է, որը սկսում է ճշմարտությունը հասկանալ։ Ու ինքը ամեն ձև հարձակվում է այն քրիստոնյայի վրա, որ ինքը շեղի։ Բայց գալիս է մի պահ, որ հասկանում է, սրա հետ ես գործ չունեմ։ Մի ճանապարհով գալիս եմ, 10-ով փախնում եմ։ Տիրոջ խոսքն ասում, չէ՞։ Մեկով կգան, 10-ով կփախնեն։ Ու մենք պետք է այդ դիրքի մեջ լինենք։ Գիտեք, այս խոսքը որ պատրաստում է, եկավ ինձ նույն այն պատկերը, որ Դավիթ թագավորը 40 տարի պատերազմել է ու սաղ այդ թշնամ, նայեք, ֆիզիկական է եղել, բայց հոգևոր բաներ է էսի ցույց տվեցվել, որ հոգևորում էլ ֆիզիկ բոլոր թշնամիներին վերացրել է։ Երբ որ Սողոմոնն եկավ, ասում է 40 տարի խաղաղություն էր։ Ոչ մի բան չկար, պատերազմ չկար, ինքը իր համար այնքան անգյալ էր եղել, որ ինչ ուզե հարել էր։ Գալու է մի պահ, որ մենք այդ պատերազմները, որ հաղթում ենք, Հիսուսը որ հաղթել է, պետք է գա այդ հանգիստ ժամանակը, որ մենք քայլենք Տիրոջ հետ, մենակ հոգիներ շահենք։ Որտեվ այսօր սա քրիստոնյաները տարված են իրանց անձնական, հարազատական խնդիրներով։ Բայց մենք կանչված ենք հոգիներ փրկելու։ Ոչ թե միաբան շատ լավ է, որ հավաքվում ենք ստեղ, սնվում ենք Աստծո խոսքը։ Դուրս կանք փողոց, այս պատերից դուրս, կապ չունի, երբ որ այս վստահությունը քո մեջ գալիս է, այն օրը քայլում ենք մեր մոտ ծովափում, մի հատ կին ասենց հազիվ տանում են շարժասայլակով, նույնս ցանկությունա մեջս առաջացի, ասում եմ գնամ աղոթեմ թող էլի քայլի, էլ հերիքա բրտեն։ Բայց ասում կարող է սխալ հասկանամ, բայց իմ միտքը էլի սկսեց ինձի հակառակվել։ Բայց միթե Տերը չի ուզում բժշկի բոլորին։ Ուզում է, բայց մենք պետք է անենք։ Երբեմն այդ առաջնորդությունը ունենք, մենք հակասում ենք, ասում ենք Տեր չէ, միգուցե տեղը չի, միգուցե բան չի, բայց ամենաուժեղ բաները եղել է, որտեղ որ ես չուզենալով եմ գնացել, ունենց հրաշքներ ա եղել։ Որ մտածել եմ, ես չէի ուզում, բա որ իրոք չգայի ու այս բանը չլիներ։ Դրա համար ծանոթ երևույթ է ախպերս։ Հիմա մենք մեզի պետք է ստիպենք։ Դու չես ասողը, մարմին տկար ես, վայ, մի քիչ ոնց որ թույլ եմ, թույլ ես ոչինչ, դու չես անողը, հոգին է շարժողը, այդում ես այդ թույլ հալիտ մի հատ աղոթք ես անում, մեկը ոտի է կայնում, ընենց ես զորանում, բա այն թույլը ուր է, գնաց, միշտ պետք է գնա, և վերջի տեղն էլ եկեք բացենք Եբրայեցիքի գիրքը 10-րդ գլուխը 10-12, բայց նա
Մեղքերի համար մեկ զոհ մատուցելով մշտնջենապես Աստծու աջ կողմում նստեց եւ այնուհետեւ սպասում է նստելա սպասում է միջև որ իր թշնամիներին իր ոտքերի տակ պատվանդան դրվեն։ Ես մի քիչ խորում եի, ասում եի ով է դնելու պատվանդան ոտքերի տակ։ Միթե մենք մի բան ունենք անելու, ինքը նստել է, մենք էլ իր հետ միասին թշնամիները պետքա բերվեն պատվանդան։ Մեր քայլերով, մեր հրճակումներով, մեր այս աշխարհի վրա գտնվելով, թույլ տալով, որ Սուրբ Հոգին ինքը անի այն, ինչ նպատակով որ Տերը եկել է։ Որովհետև մեկ պատարակով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց։ Բայց Սուրբ Հոգին էլ մեզ վկայում է վերևում ասելուց հետո։ Սա է այն ուխտը, որ պիտի կնքեմ նրանց հետ։ Այն օրից հետո ասում է Տերը. իմ օրենքները նրանց սրտերի մեջ պիտի դնեմ եւ նրանց մտքերի վրա պիտի գրեմ դրանք։ Նրանց մեղքերն ու նրանց անօրենությունները այլևս չեմ հիշելու։ Իսկ որտեղ դրանց թողություն կա, մեղքի համար այլևս զոհ պետք չէ։ Քանի անգամ ենք տեսել, որ քրիստոնյաները լուրջ են սրտանց աղոթում են. ների Տեր, ների մեղքերս, ների։ Ճիշտ է, մենք սայթակում ենք, սխալներ ունենք բոլորս։ Բայց բոլորս սատանան բերել է հին անցյալից բաներ է հիշացնում, որ մենք մեղավոր ենք հələ։ Մենք այդքան չկանք, որ գանք, մենք պիտի սրբվենք, բայց այդտեղ ասում է հայտարարեց, հաղթեց, սրբացրեց, հավիտյան, այսինքն վերջ չկա, մաքրեց մեղքերից, զոհը արված է, էլ մատաղ պետք չի անենք, ոչ մի բան պետք չի անենք, ամեն բան արված է։ Փառք մեր Հիսուսին։ Մի հատ պատմություն էի լսում մի քանի օր առաջ, մի հատ մարդ էր, ինքը 6 տարեկանից իր կյանքը դժոխք է եղել, իր հայրը իրան ծեծել է, ոնց որ շատ ծանոթ երևույթ է, ծնողները միշտ հաշ չեն եղել, տնից փախել է, ինքը մերժված է եղել, ամեն ինչ, մերժվածության հոգով, ու իր հայրը եղել է եկեղեցու առաջնորդ։ Ասում է ինքը շաբաթ երեկո մորը սնենց էր ծեծում, որ աչքերը չէր բացում, կիրակի օրը ինքը քարոզում էր եկեղեցում։ Ասում է ես սկսեցի ատել քրիստոնեությունը, Աստվածաշունչը ու ամեն ինչ։ Ասում է մեկ էլ օրերից մի օր ասում է աշխարհի վրա ոնց որ մենք ենք Տիրոջ դեսպանները, ասում է սատանայի դեսպաններից մեկը եկավ, դե արդեն տեսել է, այս երեխեն կոտրված է հոգևորում, ուղարկում է ոնց այդ մարդուն իր մոտ, վերցնում են իրանց ուսմունքի մեջ։ Իրանց ուսմունքն էր, այսի բոլորիս է վերաբերվում, իրանց ուսմունքն էր ուսումնասիրել շատ լավ Աստվածաշունչը, անգիր իմանալ, որովհետև ասում մեզի սովորացնում են, եթե ուզում ես թշնամուդ հաղթես, պետքա դու իմանաս ինքը ինչ զենքերով է կռվում, որ զենքի դեմ ոնց կռվես։ Դու չես կարա պարսատիկով դելնես ավտոմատի դեմ, չես կարա հաղթես, դու պետքա հավասար զենքերով կռվես։ Ու ասում է մենք սովորում էինք այդ ամեն ինչը, ու մեզի ասում էին Սաղմոսների գիրքը ամենավտանգավորն է։ Եթե քրիստոնյան հենց անենց կարդում է որպես պոեզիա, որպես ինչ-որ մի հատ մխիթարիչ բան իրան, կամ ուրախացնող, փառաբանող մի հատ բան, թողեք թող կարդա։ Եկեղեցում է, տունն է, որտեղ կարդա։ Այն քրիստոնյան, որ սկսում է հասկանալ, ասում է, զորությունը, ու էդի սարքում է իր անձնականը,
Սամոսը, այդ բառերը, ու սկսում է ոչ թե կարդալ, այլ ամեն առավոտ ժամը 5-ին հելնել ու բարձրաձայն հրճակել այդ բառերը։ Տերն է իմ հովիվը, ես ոչ մի բանի պակաս չեմ ունենա։ Ասում է բոլորը գիտեին, ասում է բոլոր քրիստոնյաները, որ ուսումնասիրում են, գիտեն Սամոս 23-ը, Սամոս 91-ը, Սամոս, այդ բոլորը պաշտպանության բան է, ու իրանք պաշտպանված են։ Բայց ասում է, մենակ պաշտպանվում են։ Բայց այնտեղ կա ասում է պատերազմական բաներ։ Սամոս 35-ը ասում է, որ քրիստոնյան սկսում էր խոսալ, մենք սարսափում ենք։ Սամոս 149-ը, ասում է ոչ մեկ չգիտի այդ։ Ասում է քրիստոնյաներ կա, որ իրանք կյանքում Սամոսները երբեք ամբողջովին չեն կարդացել։ 149-ը ասում է դի դատի, մեզի դատելու խոսքերներ, դատ էր գնում։ Բայց ասում է այն քրիստոնյաները, ովքեր որ ասում է Սամոս 18-ն էին սկսում բարձրաձայն հրճակել։ Այս տեղերը, որ ասացի, եթե հետաքրքրում է բացեք կարդացեք։ Ես սկսեցի կարդալ։ Սամոս 18-ը հենց սկսում ես հրճակել, բարձր կարդալ։ Երկար Սամոսներ է։ Երբեմն շատ քրիստոնյաներ նայում են երկար, ասում են, ես քանի կարդամ, իրանց կարճ Սամոսներն է դուր գալիս։ Տերն է իմ հովիվը, ոչ մի բանի կարիք չեմ ունենա, միացած տեղա կտրում դնում է։ Ունդեղ 18-ի մեջ ասում է. Տերն է իմ փրկիչը, իմ Աստվածը։ Ես իրան կապավինեմ, ինքը կգա զենքով եւ սուրով եւ կհարվածեմ խոսքով։ Եվ շղթաներով կկապեմ ես, շղթաներով կկապի թշնամուն։ Գիտեք, ասում է, երբ որ իրանք այն քրիստոնյան, որ հրճակելով էսի կարդում էր, ասում է հոգևոր աշխարհում հրեշտակները դիվային, սաղ դիվային աշխարհին գերի էին վերցնում։ Իրա կյանքում։ Ասում է կար մի հատ մի հոգի, որ անպարտ է եղել, ասում է ես 80% ռեզուլտատ էի բերում պոզիտիվ մեր համար։ Քրիստոնյաներին ոչ չասնում էի։ Ամեն ինչ բերում է իրանց կյանքում։ Ասում է ինքը 5-ին դնում էր, որ պիտի հելնի հրճակի, 5-ին ասում է մենք իր շանն էինք արթնացնում, շունը հաչում էր։ 5-ին ասում է չգիտես խի կինը զարթնում էր, սկսում էր հարցեր տալ, արի կոֆե խմենք, էս անենք։ Ու սենց երևույթներ։ Ու ասում է մենք շեղում էինք, որ ինքը չկարողանար ինչ որ մի բան անել։ Ասում է մի օր մի հատ քրիստոնյա սկսեց լրջորեն հասկանալ, ասում է իր վրա բերեցին ճնշում, որ խեղդում ասել, կոկորտը փակում է։ Ասում է ինքը կարդում էր ու կոկորտը փակվում էր։ Ասում է գնաց բժիշկն է ստուգին, ասին դու խնդիր չունես։ Հասկացա որ հոգևոր է։ Ու ասում է էդի պետք է պարբերաբար անես։ Ասում է 14 օր ինքը փորձեց, ասում է կոկորտը փակ գոռում էր, ասում է։ Ու ասում է այդ շղթաները քանդվեցին։ Ու ասում է մեր ղեկավարները գալիս էին, ասում էին այդ քրիստոնյաներից հեռու մնացեք։ Երբ որ իրանք սկսում են հասկանալ ու այդ ամեն ինչը քանդվում է, մեր համար 100 անգամ ավել ուժ է պետք զորություն, որ մենք դիմադրենք այս ամեն ինչին։ Ավելովա մենք հեռու մնանք։ Ասում է այս 18 Սամոսը մի հատ թոշակի գնաց վայնի մարդ կար, ասում է։ Ինքը ծառայող էր եղել, ասում է հասկացել էր իմաստը։ Ասում է ամեն առավոտ 5-ին հելնում էր, իրանց այդ շենքերի կոմպլեքսը որ կա, ասում է դուրս է շենքերի կոմպլեքսի կողքով բարձր հրճակելով քայլում էր։ Ասում է այդ շենքերում ինչքան մարդ կար, ինչքան բնակիչ կար, մենք չենք կարող մոտիկանանք։ Ասում է այն քրիստոնյան, ով որ էսի հասկանում է, սկսում է հրճակել, իր երեխեքը, իր թոռները, իր բոլորը այդ պաշտպանության տակ են։ Ասում է մեր միսիան է աղոթող քրիստոնյային ոչնչացնել, որ ամբողջ իր գերդաստանը հետը գնա, որովհետև միակն է, ասում է բարեխոսողը։ Ու ասում է, բայց երբ որ իրանք սկսում էին անդադար էսի հրճակել, քանդվում էր խավարի բոլոր ուժերը։ Ու մենք էլ այդտեղ իրավունք չունեինք մտնելու, ասում է։ Այդտեղ պաշտպանություն էր գալի, հոբի նման, ասում է, ցանկապատել ես քո պաշտպանությամբ, ու ոչ մեկ, ասում է, չէր տառապում այդտեղ։
Ու ամենակարևորը ինձ շոկայինը գիտեք որն էր։ Այս մարդը հիմա դեք դարել է քրիստոնյա ավետարանիչ է ու բացահայտում է ինչ է կատարվում հոգևոր աշխարհում։ Որ մենք մտածում ենք, մենք քրիստոնյա ենք, դե լավ, ապահով ենք, նստած ենք, բայց կա պատերազմ է գնում, հարձակումներ կա, մենք պետք է կանգնենք դրա դիմաց, մեր խոսքերով, մեր զորությամբ, մեր իշխանությունով։ Ասում է, օրերից մի օր ես հասկացա, որ շատ եմ մարդկանց ոչնչացրել քրիստոնյաներին։ Ասում է, մի օր տունը նստած բացեցի, այնքան ինքը խորացած եղել մտե այդ Սամոսների մեջ, ասում է, անգիր գիտեի, որ Սամոսը ինչ է։ Ասում է, բացել եմ Սամոս 51-ը, ապաշխարության Սամոսը, լուրջ, ներիր Տեր, էսրա համար, որ արել եմ, էրա համար։ Ասում է, ծնկի եմ եկե գետնին, բացել եմ Սամոս 51-ը, ու ասում է, բարձրաձայն հռչակում եմ ու կարդում եմ։ Ասում է, մի հարց կտակ, ես ոնց կգնամ ապաշխարության կամ խի կմտնեմ սրա մեջ։ Գիտեք շոկայինը որն էր։ Ասում է, երբ որ մենք ուսումնասիրում էինք Աստծո խոսքը, պետք է իմանայինք։ Ասում է, դու ուզես չուզես, եթե կարդում ես խոսքը ու հռչակումներ ես անում, ասում է, այդ սերմը գալին գնում է մեջդ։ Ասում է, այդ սերմերից իմ մեջ էլ էր ընկե Տիրոջ խոսքի սերմերը։ Ասում է, այդ սերմը ծիլեր տվե ու ինձի բերեց ապաշխարության։ Ասում է, Տերը ցույց տվեց, որ ով որ սնվում է այս խոսքերից, էդի պտուղ է բերելու։ Դու վատ նպատակով ես գնացել դրա մեջ։ Բայց այսօր քո օրն է, որ քեզի ապաշխարության բերի։ Ու ասում է, այդ օրը ես իմ կյանքը տվեցի Հիսուսին, փրկվեցի, ու ասում է, հիմա ես բարձրաձայն բացահայտում եմ, թե ոնց է ամեն բան գործում մեր կյանքերում։ Հենց որ սիրելի ընտանիք, եկեք լուրջ մոտիկանանք այս հոգևոր պատերազմին։ Մենք ավելի քան հաղթողներ ենք, Տիրոջ խոսքն ասում է։ Ջախջախենք խավարի թագավորությունը։ Մեր ընտանիքների համար կանգնենք, մեր եղբայր քույրերի, ծնողների, երեխաների, մեր տարածքների։ Մուսուլմանները իրանք մեռած հավատքի են հավատում։ Բայց ամեն օր իրանց բարերը հրճակելով փողոցներում քայլում են, հերոստացույցով, եսին որտեղ հրճակումներ են անում, նեգատիվ հրճակումներ, որը որ էլի մահա բերում է տարածներում։ Իսկ քրիստոնյաները, որ ունեն զորություն քանդելու այդ ամբողջ կապանքները, չեն համարձակվում, որովհետև չենք հասկանում լրջությունը այդ ամեն ինչի, խորը իմաստը։ Եկեք ոտքի կանգնենք, փառք տանք մեր Տիրոջը իրոք